Ուրեմն այսօրվա մեր թեման անալիտիկան է, ալգորիթմներ, SEO ու ինչպես է աշխատում որոնման համակարգը։ Այս հասել ենք ամենավերջ կարելի ասել, որովհետև սովորել ենք քարտերի բացումը, ստեղծումը, ընդհանրապես վաճառքի ձևերը, հիմա պետք է իմանանք ոնց մեր քարտերը աշխատեն մեզ համար, որ կարողանանք վաճառքներ իրականացնենք։ Ուրեմն ինչա Վալբերիսում որոնման համակարգը։ Այսինքն ալգորիթմները ինչպես են աշխատում Վալբերիսում։ Նախ, երբ որ ապրանքը հայտնում է որոնման արդյունքների վերևում, դրա վրա ինչեր են ազդում։ Առաջինը ապրանքի բանալի բառերն են, keywords-ները, դրանք շատ կարևոր են, անցած դասին բացատրեցի, որ մեր նկարագրության, մեր վերնագրերի մեջ պարտադիր պետք է լինի, որպեսզի որոնելիս այդ բառերը մեզ բերեն մեր ապրանքին։ Երկրորդը վաճառքի պատմության վերլուծությունն է, այսինքն ոչ ինչքան հաճախակի են ձեր ապրանքները վաճառվում, հա, երբ որ գցում են կորզինա վաճառվում է, թե չի վաճառվում։ Դա նույն օգտատիրոջ վարքագծի գնահատումն է, հա, այսինքն իր կոնվերսիան, իր ապրանքի դիտելիությունը, կորզինա գցելուց հետո վաճառքները, այդ ամբողջը կազմում է Վալբերիսի ալգորիթմը։ Այս բոլորը միատեղ տալիս է մի այնպիսի ցուցանիշ, որը օգնում է վաճառքների առաջ գնալը։ Եկեք մանրանանք կատեգորիաները հատիկ-հատիկ, առաջինը դա բանալի բառերն է, պետք է օգտագործել ճիշտ և պահանջված բառեր և ամենակարևորը չպետք է շատ keywords-ներ օգտագործենք, որովհետև երբեմն դա կարող է խանգարի նաև մեզ, ինքն Ապիսանյան ինչքան շատ է լինում այդ բառերը, այնքան դժվար է լինում, ընդհանրապես Վալբերիսը ինքը ունի ազդանշան, որ ձեզ ասում է, ձեր օրինակ Ապիսանյան շատ բանալի բառեր է պարունակում, նվազեցրեք, քիչ օգտագործեք, այսինքն մեր նախադասությունը պետք է ունենա որոշակի չափով ու ճիշտ օգտագործվող բառեր, եթե ինքը շատ է լինում, արդեն սխալ է աշխատում, որտեղ օգտագործել keywords-ները, արդեն ասեցի վերնագրերում ամենակարևոր տեղը, վերնագրում դե բնականաբար մեր ապրանքի անունը, դա ամենակարևոր բանալի բառն է, հա, ապրանքի անունի մեջ պետք է տեղադրենք, պետք է լինի բնական և հասկանալի, այսինքն գունավոր sense չբացատրենք, հա, ճոխացնող բառեր չօգտագործենք, գեղեցիկ հասկանալի բացատրենք մեր վերնագիրը։ Նկարագրության մեջ պետք է տարբեր ձևակերպումներ անելով բերենք նրան, որ մեր Ապիսանյան լինի հասանելի, ճիշտ գրագետ ու այս բառերը բոլորը մեջը պարունակի։ Ընդհանրապես, երբ որ սկսում եք Ապիսանյան գրել, դուք մի տետրի վրա ավելացրեք, օրինակ, ինչ բառերով են փնտրում մեր ապրանքը։ Ու եթե Վալբերիսով է օրինակ պոիսկ դաշտը մտնեք, այնտեղ գրեք օրինակ ձեր ապրանքի անունը, այդտեղ տակ արդեն բերում է, չէ՞, ցանկ օրինակ ինչ անուններով են փնտրում։ Դա նույնպես որոնման համակարգի վերլուծություն է։ Այսինքն ոչ միայն կարող օգտագործվեք այլ ծրագրեր, որ այդ բառերը հանեք, նաև Վալբերիսը ձեզ հնարավորություն է տալի, որ այդ բառերը իր ծրագրից հանեք։ Եվ բնութագրերում, այսինքն իր խարակտերիստիկան պետք է գույնը, չափը, ձևը, ամբողջ ինֆորմացիան մենք լցնենք։ Եթե ինֆորմացված չենք, ավելի լավ է չլցնենք սխալ ինֆորմացիա, դա էլ իմանաք։ Եվ վաճառքների քանակը, բնականաբար սա ևս շատ է ազդում մեր ապրանքի փնտրելուց, գտնելուց, երբ որ փնտրում եք որևէ ապրանք, տեսնում եք, չէ՞, որ վերևում գրված է այն ապրանքի անունը, որը ավելի շատ է վաճառվել, իր օձիվներով, իր գնումների քանակներով, այդ ամբողջը տանում է նրան, որ ձեր ապրանքը ավելի դիտելի է դառնում։ Ու ընդհանրապես ժամանակի ընթացքում, ինչքան շատ եք Վալբերիսում աշխատանք կատարում, յուրաքանչյուր ժամանակահատվածում ձեր վաճառքները բարձրանում է, ասել եմ, էլի ասեմ, ամեն տարի դուք ունենալու եք ամենակիչը գոնե 40%-ի աճ, ամենակիչը։ Սա կոչվում է թրենդային ազդանշան, այդ բոլորս է տեղյակ ենք, որքան շատ է վաճառում, մենք ինքներս օրինակ գնում կատարելիս վստահում ենք այդ շատ վաճառված ապրանքը, քան օրինակ քիչ օձիվներով, որովհետև այդպես տեսանելի է ու հասկանալի է մեր ապրանքի տեսքը, ձևը, նկարագրությունը։ Երկրորդը CTR-ն է, սա ինչա իրենից ներկայացնում։ Երբ որ ձեր ապրանքը փնտրում են ու մարդիկ սեղմում են այդ ապրանքի վրա, Վալբերիսը ձեզ հնարավորություն է տալի, որ դուք այս ցուցանիշը տեսնեք ձեր էջում։ Օրինակ Օզոնը այս հնարավորությունը մեզ չի տալիս։ Մենք չենք կարող տեսնենք մեր ապրանքը որքան հաճախակի է ցուցադրվել եւ որքան հաճախակի են իրան սեղմել։
Մեր անալիտիկա բաժնում ունենք հատուկ որոնման դաշտը, որտեղ տեսնում ենք մեր ապրանքը քանի անգամ են սեղմել, քանի անգամ են կարզինագծել, որ մասն է atlosion-ի, այսինքն հետագայում գնում կատարելու համար տեղադրված ու քանիսն է վաճառվել։ Այս ցուցանիշի վրա ազդում են լավ նկարներ, գին, վերնագիր, այսինքն ձեր ապրանքը որքան հաճելի եղավ գնորդին, այնքան ավելի շատ է ինքը սեղմվելու, մտնելու։ Այսինքն օրինակ վիդեոյի տեսքով եթե նույնիսկ անում եք, հիմա շատ պահանջված է դառել, որ ձեր աբլոշկան լինի GIF, հա, այսինքն վիդեոյի տեսքով ավելի շատ, որովհետև մարդուն գրավում է։ Այսինքն տեսանելի ազդանշանները ավելի շատ է, քան մնացած հետագա բաները, հա, որովհետև ձեր ապրանքի տեսքը տեսնում են նկարը, նոր բացում են, չէ՞, որ բացում են, նոր նայում են Ապիսանյան, ու Ապիսանյանը, որպեսզի հասնեն այդ ապրանքին, ճիշտ վերնագիր պետք է գրենք, որ մեր ապրանքը ընդհանրապես փնտրելուց գտնվի։ Այս CTR-ը շատ կարևոր ցուցանիշ է, մեր բոլոր անալիտիկայի բաժիններում այս լինելու է ու մեզ շատ օգնելու է։ Եվ կոնվերսիան դա CTR-ի հաջորդ փուլն է, այսինքն երբ որ գցեցին կարզինա, քանի հոգին այդ կարզինայից գնում կատարեցին։ Այս բարձր կոնվերսիան նշանակում է ապրանքը պահանջված է ու վստահություն կա։ Ընդհանրապես, երբ որ գնումը կատարվում է, նշանակում է դուք եւ Ապիսանյան եք ճիշտ գրել եւ խարակտերիստիկան, որովհետեւ հիմնականում վազրատների մեծ մասը լինում է սխալ ինֆորմացված լինելու պատճառով։ Օրինակ կոշիկ եք գնում, չափսը գրված է 20 սանտիմետր, գալիս է ինքը 20 չի լինում, չէ՞, սխալ է այդտեղ, որ ինքը չի համապատասխանել իրականությանը, վազրատ գնաց։ Օրինակ որևէ հագուստ են գնել, մատերիալը գրված է բամբակ, գալիս է օրինակ սինթետիկա է լինում, էլի սխալ ինֆորմացիա ու էլի վազրատ, այսինքն որքան լինում է մեր ապրանքի մասին ինֆորմացիան ճիշտ գրագետ, ինֆորմատիվ, ընդհանրապես մեր քարտը, վազրատները քիչ է լինում ու այս կոնվերսիայի ցուցանիշը ավելի բարձր է լինում։ Եվ վարկանիշ ու կարծիքներ դա նույն օծիվներն են, օծիվները շատ են ձեզ օգնելու հետագա գնումների համար, երբ որ ձեր ապրանքը սկսում է ինչ-որ ժամանակ աշխատել, օծիվներով լցվել, ավելի արագ է գնում վաճառքը, որովհետև մարդիկ, որ օծիվ են դնում, նկարի կամ տեքստի միջոցով արդեն հաջորդ գնորդը վստահում է այդ բառերին, հա։ Եվ ասեմ, որ ընդհանրապես Wildberries-ում կա այսպիսի հասկացողություն, որ ինքնագնումներ են կատարում։ Դա էլ իմանաք, որ եթե ուզում եք ձեր քարտը արագ աշխատի, դուք կարաք որևէ երկրի կետերից, 2-3 տեղից, շատ չեմ խորհուրդ տալիս, բայց երբ որ մի քանի հոգի գնեն ու մի հատ գոնե օծիվ լինի տեսանելի, ավելի արագ կգնա ձեր վաճառքները։ Ինքն դուք պատրաստ եղեք նաև ինքնագնում ասվածին, եթե ցանկանում եք։ Տարբերություն չկա, դա բացարձակ չի ազդում, որովհետև դա չի երևում, որտեղից են գնում։ Օծիվն է գրում են ռուսերեն ու շատ սիրուն օծիվ է լինում։ Վատ կարծիքները իհարկե նվազեցնում են տեսանելիությունը, դա բոլորս է գիտենք, մենք ինքներս գնում կատարում ենք ու լավ գիտենք դա ինչա նշանակում։ Այսպես։ Եվ գին ու զեղչեր։ Գին զեղչ, նայեք, այս բացատրեմ այսպես, զեղչեր կարելի է անել, բայց ապրանքը միշտ զեղչի տակ դնել ու իրան որպես իր գինը դնել է զեղչված գինը, դա էլ միշտ ռեալ չի, հա։ Մենք պետք է նախ ապրանքի գինը ընտրենք այնպիսի գին, որ իրան զեղչելի ստանանք մերեն ցանկալի գինը, որը մենք ցանկանում ենք։ Այսինքն ապրանքի գինը դնելիս մի փոքր ավել բարձր եք դնում, տեղ եք թողում Wildberries-ը, որ ինքը զեղչ դնի։ Կան ավտոակցիաներ, որոնք մեզ օգնում են, ոնց որ boosting են անում, էլի, այսինքն աճ են տալի, որ ինքը գնա առաջ։ Տեսանելիությունը բարձրացնում այդ ավտոակցիաները։ Դրա համար, երբ որ գինը դնում ենք, մի 30-40% ավել ենք դնում։ Հետո որ դրանից Wildberries-ը անում է սկիզբը VB ունենք, զեղչը անում է, որ մեր քարտի գինը շատ չընկնի։ Զեղչը արվում է այդ ավտոակցիաներից, այսինքն մեր հաշվին է կատարվում, բայց կատարվում է։ Այդ օգնում է մեզ աճի համար, դա էլ է մեզ պետք։ Ընդհանրապես, ինչքան հաճախակի է զեղչը լինում, այնքան ձեր քարտի տեսանելիությունը շատ է լինում։ Ու բաժիններ կան, չէ՞, օրինակ, թեկուզ Black Friday-ի ժամանակ բաժին կա, մտնում է զեղչված ապրանքներ, ձեր ապրանքացանկը այնտեղ կարա ցույց տա։ Այսինքն դուք որ գինը դնում եք, մի փոքր ավել դրեք, որ միշտ զեղչված տեսականում մեջ լինի։ Դա ցանկալի է։
Ավտոակցիան չէ, ավտոակցիան ձեր հաշվին է անում, բայց Վալբերիսը իրավունք ունի ձեր անունից զեղչ տնի։ Հա, առանց մեզ տեղեկացնելու։ Ու ընդհանրապես գների մեջ ունենք բաժին, որ կարողանում ենք մինիմալնի գին դնենք։ Դրա համար մեր մինիմալնի գինը գոնե պետքա դնենք, որ դրանից իջնելու տարբերակ չունենա։ Դրա համար մեր գինը դնում ենք բարձր, դնում ենք մինիմալնի գինը ու թողում ենք Վալբերիսը զեղչ չերանի։ Պատկերացրեք մինչև 90% կարա զեղչ իջացնի։ Եթե դուք ձեռք չտաք, ավտոակցիաներով իջացնում է, եթե չվաճառվող ապրանք է հիմնականում դրա համար է ինքը զեղչը տալի։ Տվեց 10% զեղչ տնումա չի վաճառում, տվեց 20% զեղչ էլի չի վաճառվում։ Բայց հավատացեք, գնից կարա կախված չլինի ապրանքի վաճառքը, կարա իր կախված լինի եւ իր տեսքից, եւ իր ինֆորմացիայից, եւ ոչ ճիշտ գրաֆիկայից, հա, դիզայնից։ Ինչպես նաև չպահանջված ապրանքներ գոյություն ունեն, որ շուկայում պահանջարկ բացարձակ չկա։ Բայց ինքը զեղչը դնում է զուտ վաճառք չունենալու պատճառով ինքը զեղչ տենց իջացնում է մինչև ինչ որ մեկը գնի ու թողնում է տենց մինչ որ ժամանակ։ Այսպես SEO-ն դա որոնման համակարգն է։ Նույն որոնման համակարգի ալգորիթմներ, նույն ալգորիթմն է, բայց Վալբերիսի ալգորիթմի ինքը իր ձևով է դնում։ Իսկ SEO-ն դա ընդհանուր մեր բազաների ոնց որ որոնման համակարգն է, որը որ ազդում է եւ Վալբերիսի վրա եւ դրսից օգտվողների վրա, այսինքն օրինակ Վալբերիսի պես քանի marketplace կա, շատ են, չէ՞։ Նույն Օզոնն է, նույն Yandex-ն է, շատ են ու Հայաստանում էլ կան հայկական մեր շուկաներում կան էլի այդպիսի կայքեր։ Երբ որ դուք օրինակ Google-ում ինչ որ բան եք փնտրում, բերում է, չէ, որտեղից կարանք գնենք։ Նույն է SEO ասվածն է։ Այսինքն մեր ապրանքը պետքա նենց աշխատի, որ նաև դրսից որոնումներ կատարելիս մեր ապրանքը բերի։ Օրինակ գրեմ պայուսակ, թեկուզ Google-ի որոնման հատվածում բերի մեր ապրանքը։ SEO-ն սա որոնման համակարգն է ինքը։ Որոնման համակարգը հենց Վալբերիսի ներսում, հա, այսինքն ապրանքի քարտում։ Ճիշտ վերնագիրն է օգնում դրան։ Սխալ անուններ պետքա չգրենք, ճիշտ վերնագիր դնենք, էլի գալիս ենք նույն կետին, բայց հավատացեք, սրանք տարբեր բաներ են, բայց նույն սխեմայով են աշխատում։ Բանալի բառերով նկարագրություն, բնականաբար ասեցի, բարձր որակի նկարներ, ինչքան ձեր ապրանքի որակը լավն է, հավատացեք, այն խամրած նկարները ձեր ոչ տեսանելիություն է լինելու, ոչ դիտելու են, ոչ էլ ընդհանրապես քարտը բացելու են։ Ձեր ապրանքի քարտի որակը պետքա շատ բարձր լինի, որ հստակ երև ապրանքի տեսքը, ընդհանրապես իր վրայի նկարագրությունները ու լրացված լինի բոլոր դաշտերը։ Ինֆորմացիան տալիս ենք մաքսիմումով, որ փնտրելուց էլ, դրսից նույնիսկ փնտրելուց ձեր ապրանքը բերի։ Եվ որոնման համակարգ նաև վարքագծային գործոններ ինչերն են ազդում էլի այդ ոնց որ SEO-ի վրա։ Ալգորիթմը հաշվի է առնում սեղմումները, գնումները, ժամանակը, էջում։ Այս արդեն ասեցինք, ինչքան շատ են ձեր ապրանքը սեղմում, այնքան ինքը դիրքը բարձրանում է։ Որքան շատ են գնում կատարում, էլի դիրքը բարձրանում է ու ժամանակը էջում, այսինքն երբ որ օրինակ մտան այդ ապրանքը նայեցին, գրավեց, չէ՞, օրինակ տեսան ինչ որ որակյալ ապրանք օձիվներով ան, ասեցին եկեք վաճառողի էջն է նայենք։ Մտնում են վաճառողի էջը ձեր ամբողջ տեսականին նայելու համար։ Այս ամբողջը տանում է նրան, որ դուք դիտելի եք դառնում ավելի։ Դա էլ է ազդում, ու մի բան էլ ասեմ, օրինակ եթե խորհուրդ եք տալի ինչ որ մեկին մտնի ձեր էջը նայի, ոչ թե ձեր արտիկուլը տվեք, որ մտնեն, հա, ձեր ապրանքը նայեն, իրան ասեք փնտրի։ Որոնման համակարգում գրում է օրինակ վրձին, չէ՞, վրձին գրի ու գտնի ձեր ապրանքը։ Երբ որ ինքը գտնում է, ինքը ավտոմատ սկսում է աշխատել այդ ծրագիրը։ SEO-ն, այս SEO ասվածը էս է, երբ որ ինքը սկսում է աշխատել ձեր որոնումը։ Երբ որ արտիկուլով է փնտրում, այդքան օգուտ չի տալի։ Եվ external traffic տարբերակը SEO-ի, այսինքն տրաֆիկի տվյալ տարբերակը ելնում նրանից, որ դրսից են մտնում, ասեցի արդեն, այսինքն փնտրեցին ձեր ապրանքը Google-ով կամ ինչ-որ այլ էջերից ու մտան ձեր ապրանքի մեջ։ Սա եւս օգնում է ձեր ապրանքին տեսանելիության համար ու գովազդը շատ է օգնում եւ Վալբերիսի մեջի գովազդը եւ դրսի գովազդը։ Կարաք եւ Instagram-ով դնեք գովազդ, Facebook-ով դնեք գովազդ, Google-ով դնեք,
այդ ամբողջ հասանելի տարբերակները մենք ունենք, բայց Վալբերսի ներսինը ավելի շատ է օգնում, որովհետև արդեն այն մարդկանց հոսքն է այնտեղ, ովքեր պատրաստ են գնում կատարելու։ Իսկ Instagram-ում գովազդ որ դնում ենք, դեռ այն մարդիկ չեն, ովքեր գնում են կատարելու, այն մարդիկ են, ում կարանք ներգրավենք դրսից ուղակի։ Վալբերսի ներսում ավելի լավ է աշխատում այս գովազդները։ Եկեք նորից ամփոփենք, հա, այս արդեն ոնց որ ձեզ հարցնեմ, հա, թարպես դիրքի վրա ինչն է աշխատում Վալբերիսում։ Եկեք ամփոփենք ու անցնենք արդեն բանին, մեր անալիտիկային։ Հա, բանալի բառերը։ Այո, որովհետև ինֆոգրաֆիկայով են ձեր ապրանքը առնում։ Այսինքն առաջինը առնում են այդ նկարը, հետո ապրանքը, տենց է ստացվում։ Առաջի վաճառքներ ստանալը եւս էդ էլ նշեմ, որովհետև երբ որ ձեր ապրանքը սկսում են գնել, արդեն ինքը սկսում է աշխատել, այդտեղից է սկսում ամեն ինչ։ Երբ որ սկսում է գնումը գնալ, արդեն դիտելությունն էլ է բարձրանում ու արագ առաջ են գնում։ Ես արդեն ասել եմ, Վալբերիսը ունի իր ալգորիթմի մեջ նաև այն է, որ նոր գրանցված ապրանքները, նոր բացված ապրանքները, երբ որ քանակը գրում եք, ինքը սկսում է 15 օր անվճար գովազդ տալի մեզ։ Դուք ոչ բան չեք անում, ուղղակի քանակը գրեցիք, ձեր ապրանքը արդեն թռա որոնման վերևը։ Դուք 15 օր շատ հանգիստ կարաք վաճառքներ ունենաք, չմտածեք, որ դրեցին մի ամիս պետքա սպասենք, օրինակ ես իմ ապրանքի վրա ոչ բան չեմ արել, 3-4 օրը արդեն գնումը եղավ։ Այսինքն Վալբերիսը նենց հնարավորություն է մեզ տալի, որ ինքը արագ սկսում է աշխատել, ինքը գիտի որտեղ ձեր ապրանքը ցույց տա ոնց անի, բայց կարևորը նորից եմ ասում, ճիշտ վերնագիր, ճիշտ ինֆոգրաֆիկա, որ տեսանելի լինեք։ Ու իհարկե պահանջված ապրանք։ Դա ոնց ասեմ, քեզնից է կախված, դու 120 ժամ ունես պատրաստելու, ուղարկելու համար։ Եթե դու ուզում ես աշխատես նենց, որ վաճառք լինի, նոր պատրաստես, կարաս տենց անես, եթե չէ, կարաս դու պահես, որ լինի պիտակավորես ու տանես անմիջապես, բայց դու ունես 120 ժամ։ Այսինքն ինքը եթե պատվեր է եղավ, ինձ պալիվոմը 120 ժամ է։ Հա։ Ես ընդել ժամ չեմ որոշում։ Չէ, 120 ժամվա մեջ, եթե դու չպատրաստեցիր, չտարար, պունկտը չճտցրեց, հա, ոնց ասեմ, եթե չընդունեց, հա, ապրանքդ, ավտոմատ admin-ն է գնում։ Բայց ինչ որ շտրախներ էլ է, չէ՞։ Դե հա, շտրախներ եք ունենալու 50%։ Խթանում են կարծիքները, նորից եմ ասում, ինքնապատվերներ ավելի լավ անեք, սկիզբը այդպես լավ աշխատում քարտերը եւ օգտագործում են գովազդ։ Օրինակ, երբ որ ես էի գրանցվում, այդ 50,000 որ գրանցվում ենք, մեր գովազդային բալանսի վրա էր գցում ու ոնց ասեմ, պարտավորված էիր դու գովազդ միացներ։ Հիմա դուք չունեք այդ հնարավորությունը։ Ինքնակամ, եթե կուզենաք գովազդ միացնեք, պետքա ձեր գովազդային հաշիվը համալրեք։ Կամ է պատվեր լինելուց հետո այդ ստացված գումարը օգտագործեք գովազդի վրա, այսինքն կարաք իր մեջի բալանսից օգտագործեք։ Իսկ այն ժամանակ, որ մենք ենք անում, մենք պարտավորված գովազդը արդեն միացնում ենք, սկսում էր էջը աշխատել։ Ամենայն դեպս հաշվի առեք, եթե ցանկանում եք արագ սկիզբը տակ, ավելի լավ է գովազդ անեք։ 1000 ռուբլուց սկսած կարաք ավելացնեք, բայց այդ 1-2 օր աշխատում, շատ չի աշխատում։ Այսպես։ Եվ ալգորիթմի առանձնահատկությունները այն է, որ Վալբերիսը ընդհանրապես շատ արագ է արձագանքում ամեն ինչին։ Գնում կատարեցին, սկսեց ինքը ավելի արագ ցույց տալ, սկսեցին ձեր էջ մտնել, ինքը ավելի շատ է ցույց տալու ձեր ապրանքը, այսինքն ինքը շատ արագ արձագանքում է այդ ամեն ինչին։ Օծիվ դրեցին, 5 աստղ դրեցին, սկսում է ինքը արդեն մի քիչ ավել բարձրանալ։ Քան դուք օրվա մեջ, եթե դուք ձեր ապրանքի դիրքը ստուգեք, այդ ծրագրերով, որ ես ձեզ ասել եմ, կտենաք օրվա մեջ քանի անգամ է ինքը բարձրանում, իջնում։ Այս ամբողջը տանում է նրան, որ ձեր ցանկացած գործողություն, ընդհանրապես ձեր քարտի հետ կատարվող ցանկացած գործողություն ազդում է իր դիրքի վրա ու շատ արագ։ Րոպեներ չի տևում, ասեմ ավելին։ Սիրում ակտիվ վաճառքներ, ասեցի, ինչքան շատ է վաճառում, այնքան շատ է ցույց տալու։ Ու հավատացեք, այն սխեման, որ դուք շատ ապրանք ունենաք, ավելի շատ է վաճառվելու, այդ հաստատ է։ Երբ որ ձեր ապրանքը ավելի քիչ է իր քանակին, ավելի քիչ է վաճառվում։ Երբ որ շատ ունենաք այդ քանակից, օրինակ 1000 հատ ապրանքը,
ինքը արագացնում է իր process-ը, որ դու վաճառ գնա այդ ապրանքը։ 1000 հատ քանակ գրեցիր, ինքը սկսում է արագ գնալ։ Հա։ Էդ էլ է իր ալգորիթմի մեջ մտնում, ինչքան քանակը շատ է լինում, այնքան ինքը ավելի արագ է գնում այդ process-ը։ Ու բարբերաբար թարմացվում է, էդ էլ, այսինքն օրինակ որ post տակ մի անուն ապրանքը, երկրորդ անգամ post տակ նույն բաները չի բերելու առաջի էջով։ Հաջորդ անգամ ուրիշ բաներ է բերում։ Ու տենց շարունակ, այսինքն երբ որ դուք փնտրեցիք, չգտաք ձեր ուզած ապրանքը, երկրորդ անգամ նույն անունով փնտրեք, ձեզ ուրիշ ապրանքներ է բերելու։ Անընդհատ ինքը թարմացնում է այդ ինֆորմացիան։ Այսպես է ալգորիթմներն ու SEO-ն, կրկնեմ նորից երևի ունենում ենք լավ քարտ, դիտելի քարտ, լավ ինֆոգրաֆիկա, ճիշտ описание, այդ ամբողջը տանում է նրան, որ ձեր ապրանքը գտնեն, այսինքն բանալի բառեր պետք է ունենաք պարտադիր, գնումների արդեն երբ որ մուտքը տալիս եք, քանակը տալիս եք, որ գնա վաճառքը, ցանկալի է սկիզբ ինքնագնում անեք, գոնե 1-2 հատ, ես շատ չեմ ասում, ես կողմնակից չեմ նմանատիպ վաճառքի ձևին, որովհետև դա իր բնական վաճառքի ձևը չի ու հավատացեք, այդ կարակ դուք մի ամիս իրան շահագրգռեք, որ ինքը աշխատի, բայց ոչ միշտ։ Դրա համար սկիզբն եմ ես դա ասում։ Դրանից հետո հանգիստ թողում եք, ինքը սկսում է քարտը աշխատել։ Շատերը կան ինքնագնում, շատ են անում, ես կողմ չեմ, չգիտեմ, դուք ոնց մտածում եք, եթե ուզում եք գերշահույթ ստանալ կարճ ժամանակահատվածում, չնայած դա ասում եմ 50-50 կամ կլինի կամ չի լինի, կարակ մի 1000 հատ ասեք օրինակ պատվիր են կողքից, չէ՞։ Այդ աշխատացնում է արդեն քարտը, բայց եթե չէ, ավելի լավ է ինքը հանգիստ իր հունով գնա առաջ։ Ես վճարելու եմ այն գինը, որը վանդել ես։ Հա։ Բայց ստանալու եմ իմ դրած գումարը։ Իր պրոցենտը հանած, քո տոկոսը, ինչքան է գրել Ալբերիս այդ տոկոսը հանած լոգիստիկան ու դու ստանում ես գումարդ։ Այսինքն դի շահում եմ, ավելի չէ։ Գումարի մի մասը դու կորցնում ես, ստանում ես այն մի մասը։ 10000 դրամ դրեցիր, 10000 դրամ գումար դրեցիր, վաճառվեց, այդ 10000-ից դու ստանալու ես մոտ մի 6000 դրամը։ Քո էջում այդ 6000-ն է լիցքավորվելու, ոչ թե այն 10-ը։ Դրա համար ես ասում եմ, շատ մի մտածեք այդ ուղղությամբ, կարակ 1-2 զուտ օձիվ ավելացնելու, հա, որ մի հատ օձիվ, սիրուն օձիվ լինի ու всё։ Չէ, չեք կարա։ Ու ասեմ, ձեր անձնական էջով մի արեք, ձեզ չի թողելու։ Ձեզ չի թողելու օձիվ ավելացնեք, բլոկավորելու անիմաստ ձեր էջը։ Անցնենք անալիտիկային։ Вальберисում аналитикան մի քանի փուլով է, аналитика продавца, аналитика развития бизнеса, аналитика поиска и отчета։ Այստեղ аналитика поиска մեկի отчетները, դրանք վճարովի ծառայություններ են, այդտեղ մենակ մի մասն է, որ մեզ հասանելի է, օրինակ поиск запросов на ՎԲ, որը մենք ուսումնասիրել ենք։ Ես դες ցույց եմ տվել, օրինակ ինչ поискներ են տալի ու ինչ քանակի։ Ցույց եմ տվել, չէ՞, զեն չեք անել։ Այդ տեսել ենք, դրա համար էլ չեմ խորանա այդ թեմային, բայց հիմա аналитика продавца, կանցնենք ու հետո բիզնեսի аналитикան։ Այստեղ առաջի տեղը դա воронка продажана, որը ցույց է տալի, քանի հոգի մտան մեր կորզինա, քանի հոգի ապրանքը նայեցին, քանի հոգին կորզինա գցեցին ու քանի հոգին պատվիրեցին ու քանի հոգին վիկուպ արեցին, հա։ Զակազից քանի հոգին վերցրեցին ապրանքը։ Հիմա մի հատ եկեք նայենք ստատիստիկան, էլի, 43000 հոգի մտել ապրանքը նայել է, բայց այդ 43-ից ընդամենը 213-ն է պատվիրվել, վերցվել, ավելի շուտ։ Մոտ, այսպես ասեմ, հա, 15%-ը նայում են, 15-ից մի 10%-ը գնում են։ Միջին թիվ եմ ասում։ Այս շատ մեծ նորություն է մեզ տալի, իր ներքևի հատվածում արդեն ցույց է տալի, որ ապրանքից որքան են նայել ու որ ապրանքն է ընդհանրապես աշխատում։ Տեսա ցույց տամ։ Օրինակ եմ վերցրել մի քանի ապրանք, նայեք, перешли в карточку, օրինակ 3500 հոգի, չէ, положили в корзину 468 հոգի, ինքը տոկոսը կոնվերսիայի 13% է, բայց 118 հոգին դրել են отложенի, որ հետո կպատվիրեն, 23 հոգին ընդամենը պատվիրել են, այսինքն 5%, որ կոնվերսիա в заказ։
Այդ մոտավոր ցուցանիշներ են, հիմնականում ապրանքից կախված կարա դա բարձր լինի, կարա ցածր լինի, դա ոչ մի տիպի կանխատեսելի չի։ Ու ընդհանրապես սեզոնային ապրանքներում նա սեզոնին շատ է գնում, ոչ սեզոնին բնականա չի գնում։ Հաշվի առնենք, որ այս ամեն ինչը կարա ազդի մեր հետագա աշխատանքի վրա, օրինակ նայեք 500 հոգի կարզինակցեցին, բայց չպատվիրեցին։ Մենք կարանք մտածենք, ի՞նչն է խնդիրը, եկեք մտածենք, ի՞նչն է խնդիրը ու լուծենք այդ հարցը, չէ՞։ Կարանք նորից վերանայենք ինֆոգրաֆիկան կամ նմանատիպ ինֆորմացիան նայենք ճիշտ ենք տվել թե չէ։ Այսինքն այս մեր անալիտիկան մեզ հնարություն է տալի, որ մենք հասկանանք ինչն է խնդիրը, կամ ընդհանրապես եթե օրինակ կարզինա մտա, գցեցին կարզինա ու գնում չարեցին, ինչը խանգարեց իրենց։ Այդ հարցերի պատասխանն է կարանք տանք ու մեր բոլոր այդ անալիտիկ ծրագրերից օգտվելով կարանք այս վերլուծությունը անենք ինքներս։ Ու մեկ էլ настройկան եմ ուզում ցույց տամ, դուք տեսեք ինքը ինչքան հնարավորություն է տալի, դուք թե ինչեր կարաք տեսնեք այս ձեր աչոտով։ Նայեք, выкупили товары, это տեսնում ենք, отменили товары, процент выкупа, выкупили на сумму, отменили на сумму, այսինքն մեզ մեր բոլոր ինֆորմացիան մեզ տալիս է Valveris-ում։ Այս հավատացեք շատ մեծ ինֆորմացիա, որովհետև դուք արդեն հասկանում եք ձեր քարտը աշխատում է թե չէ։ Օզոնը չունի այս հնարությունը։ Ես դրա համար օզոնին մի դասեմ ընդամենը տրամադրել, որովհետև այնտեղ ես շատ բան ձեզ չեմ կարա տամ, որտեղ սաղ փակ է, վճարովի ծառայությունները։ Ես ձեզ կարամ ցույց տամ քարտ բացելը, քարտի հետ աշխատելը ու դնել վաճառքի ընթացք ու վաճառքը ընդհանրապես հավաքելը։ Դե եկեք հաշվի առնենք այն փաստը, որ օզոնը սկզբից է գումարը ուզում, հետո շատ մարդիկ այդ հնարությունը չունեն, որ այս պահին գումարը դնեն, պատվիրեն, սպասեն 15 օր, որ մինչև ապրանքը գա։ Ես օրինակ օզոնը շատ եմ սիրում զուտ իրանց այդ ճիշտ կազմակերպվածության համար։ Ես մի փաստ էլ ասեմ օզոնի հետ կապված, օրինակ Valveris-ում ատմենաները շատ է։ Շատ։ Հիմա ես օզոնում պատվերների ես ձեզ ոնց ասեմ 2%-ը ընդամենը ատմենը անեն, թե չէ։ Հիմնականը վերցնում են, հիմնականը։ Եթե պատվիրում են, վերցնում են։ Օրինակ ես օզոնով շատ հաճույքով եմ աշխատում, մեծ հաճույքով աշխատում եմ։ Նախ այստեղ շատ լավ են աշխատում, շատ հանգիստ ընդունում են ձեր ապրանքը առանց որևէ խնդրի։ Հա, լավ այնքանով, որ մի հատ շտրիխ-կոդ ես կպցնում ու всё, իրան չես դնում այդ կառոպկի մեջ, հավաքում, մի հատ կառոպկին շտրիխավորում, այդպես բան չկա։ Մի հատ կոդը կպցրիր ու всё, տանում ես։ Իրանք չեն անում, իրանց մոտ ուրիշ ձև աշխատում այդ համակարգը։ Իսկ Valveris-ը պետք է ամեն կոռոպ, ամեն կառոպկան ընդհանրապես կոդավորված, պիտակավորված լինի։ Էս, ենք առաջ։ Поставка по регионам, այս մեր անալիտիկայի մեջ է продавцы, այստեղ ցույց է տալի ձեր պատվերների քանի տոկոսն է, որ սահմաններում աշխատում։ Օրինակ իմ մոտ ցենտրալնի հատվածում 42.5% է գնում։ Հայաստանում ընդամենը 3.1%-ը։ Ու ընդհանրապես Բելարուսիա ունենք, այստեղ Ուզբեկստան, շատ քաղաքներ, երկրներ գնում է ու շատ հանգիստ վաճառվում է այդտեղ։ Մի քիչ գինը բարձրանում է այնտեղ, որ գնում ենք, Բելարուսիան ավելի թանկ է վաճառում մեր ապրանքը, որովհետև մեր դրած ապրանքի գնին Valveris-ը մի հատ էլ ավելացնում է գին, նոր գնում է այնտեղ։ Հա, իր լոգիստիկայի գումարն է ավելացնում։ Հայաստանում շատ քիչ է, ընդամենը общий локальный заказ 13%-ը, միջին ժամանակահատվածը 8 օր 13 ժամ, երբ որ ապրանքներս արդեն պահեստում է գտնվում, արդեն արագ է գնում, օրինակ 3-4 օրում կարա Մոսկվա գնա ձեր ապրանքի պատվերը։ Այդ տենց արագ աշխատում, բայց եթե FBS-ով աշխատեք, մի քիչ երկար է այդ process-ը լինում։ Պես Սա էլ մեզ հնարություն է տալի, որ մենք տենանք որ պահեստում ինչքան ապրանք ունենք։ Օրինակ Հայաստանի պահեստում 197 է, չէ, գումարային քանակով է ցույց է տալի, ընդհանրապես շարժն էլ է ցույց տալի, եւ պուտի օրինակ կպակուպայցիլու քանի հատ է ճանապարհին։ Այս ամբողջը մենք տեսնում ենք։ Իսկ այն ցենտրալնի կամ մնացած պահեստներում որ կա, դրանք վազրատներն են։ Հիմնականը, որովհետեւ ես այդտեղ պաստակա չեմ արել։ Վազրատները գնում է մոտակա սկլադները, այնտեղ է հավաքվում։ Եվ ապրանքի բաշխումը ըստ հասանելիության, Valveris-ը ունի 5 կատեգորիա ապրանքները, որը որ առանձնացնում է։ Դեֆիցիտը, դրանք այն ապրանքներն են, որ պահանջարկը շատ մեծ է ու պահեստում չկա ապրանք։ Ինքն եթե դուք ընտրեք օրինակ նես տեսականի, որ դեֆիցիտի մեջ է, դուք լավ վաճառքներ կունենաք։ Դա էլ է օգնում էլի այս ցուցանիշները, մեզ շատ օգնում է։
ակտուալ լինենա, որ լավ վաճառք կա գնում ու բավարար քանակի կա։ Եվ բալանսը, որ կայուն վաճառք, կայուն քանակություն։ Նեակտուալնի ապրանքները նրանք են, որ վաճառքը թույլ է, պահեստում էլ քանակություն կա։ Իսկ նելիկվիդը դրանք են ապրանքներն են, որ գրեթե չի վաճառվում ու պահեստում լիքն է, ընդհանրապես սենց ապրանքների դեպքում հիմնականում պետք է ապրանքը հետ գա վաճառողին։ Վալբերիսը պահանջում է, որ հետ վերադարձ կատարվի։ Ես սենց հայերենով գրել եմ, եթե հետագայում ձեզ պետք լինի, կարաք դուք ինքներդ նայեք։ Ու առանձնացրել եմ նաև լենտը զակազով։ Այստեղ ցույց է տալի մեր պահեստի հետ աշխատանքը, հա, երբ որ պատվեր եք ունենում, այս կատեգորիայում է ցույց տալի, օրինակ կոսմետիկան ստեղծվել է, որ պահեստից որ պահեստ է գնում, այս ամբողջ ցիկլը կարաք տեսնեք, օրինակ որ գնվել է 2 օրում հասել է մի պահեստից մյուս պահեստը, միջինում օրինակ իմ մոտ 5-ից 8 օր է տևում։ Այս ամբողջ ինֆորմացիան այս բաժնում եք նայում, ինչ որ պահեստի հետ է կապված, եթե FBS-ով եք աշխատում, FBS-ինը արդեն ցույց է տալի, ես հենց դասը որ անցանք սկլադների, ես ցույց տվեցի, FBS մտնում եք, տալիս եք արխիվ, արխիվում սաղ այդ ինֆորմացիան բերում է։ Եվ անալիտիկա развития բիզնեսը, այստեղ անցնելու ենք անալիտիկա նիշ, միայն այդ ամես հասանելի, այդտեղ մի քանի ապրանք եմ առանձնացրել, որոնք որ իրանց հասանելիության ապրանքները, հա, այսա ցույց տամ։ Նոր որ ասեցի, որ ապրանքները 5 տեսակի են լինում, այստեղ մի քանի կատեգորիա եմ առանձնացրել, ինչը որ մեզ պետք կգա։ Օրինակ կոսմետիկա, կիստի կոսմետические, հա, վրձինները բալանս համակարգում են, այսինքն իրանից կա բավարար քանակի ու վաճառվում է, ինքը կայուն վաճառք ունի միշտ։ Պահանջարկը, ոնց ասեմ ձեզ, երբ որ բալանս է, ինքը նես չի, որ պահանջարկ չունի, իրան էլի լցնես ինքը վաճառվելու է։ Ինքը միշտ ունի իր վաճառողների քանակը ու միշտ պետք է։ Եվ խաղալիքներն եմ առանձնացրել, թեև այստեղ չի, բայց ասեմ։ Օրինակ այստեղ փափուկ խաղալիքները բալանս կատեգորիայում է, ինքը էլի կայուն վաճառք, կայուն քանակի ունեն։ Օրինակ игрушки антистресс դեֆիցիտ, այսինքն իրաց պահանջարկը կա, բայց քանակ չկա։ Օրինակ պիսոչնիցաները, էլի պահանջարկը մեծ է, քանակություն չկա, կամ պիրամիդկի, պահանջարկը մեծ է, քանակություն չկա։ Եվ այս պայուսակ կաշիլյոկն եմ հանել, պայուսակը ինքը դեֆիցիտ է, ասեմ իմանաք, ովքեր չգիտեն։ Պահանջարկը մեծ է, քանակություն չկա, տեսականի չկա։ Եվ կաշիլյոկները բալանսում է, այսինքն բավարար քանակի միշտ վաճառք կա ու միշտ պահանջարկը կա, հա։ Այսքանն էր անալիտիկան ու մեկ էլ քո էջում ցույց է տալու, գրանցվածների էջում ցույց է տալի։ Չգրանցվածները չէ, բայց իմ հետ կարող նայեն, ով ինչ ուզում է։ Ինչ չի, ում ինչ հետաքրքիր է, ասեք նայենք միասին։ Այսենց մեկ է յունիտ էկոնոմիկայի բանաձևն եմ պատրաստել, որ միասին նայենք, եթե հարցեր չունեք, էդ էլ ցույց տամ։ Այս յունիտ էկոնոմիկան է, ինքը ընդհանրապես շատ է պետք գալի, բայց եթե դուք ունեք ձեր ստեղծած բանաձևերը, որ ձեր եկամուտը կարողանաք հաշվարկեք, կարող եք դուք ինքներդ ստեղծեք, բայց սա ընդհանուր հասանելի բանաձև է, որը տալիս է մեզ Վալբերիսը, որ հաշվարկները անենք։ Եկեք մոտավոր մի որոշակի հաշվարկ անենք։ Օրինակ деньги на закуп, ինչքան ենք նախատեսել։ Օրինակ վերցնենք 100,000 ռուբլի, հա։ Նույն ինքը 500,000։ Ռուբլիով է բանաձևը, դրա համար եմ ռուբլիով ասում, որովհետև զատրատներն էլ ենք ռուբլիով անելու։ Նալոգը, մեր Հայաստանի նալոգը 10% է։ Այստեղ ապրանքի անունն է պայմանական դրված, себестоимость, օրինակ եկեք որևէ ապրանքի ինքնարժեք ասեք։ Ինչքանով կարանք իրան վաճառենք միջինում։ Ես օրինակ 1-ին 2 եմ անում, եթե հագուստ եք վաճառում 1-ին 4 պարտադիր, հագուստ ու կոշիկ։
Եթե որևէ նմանատիպ ապրանքներ են, օրինակ վրձիններ, պայուսակներ, կաշիլյոկներ, 1-ին 2։ 1-ին 1 կարաս անես, բայց ինքը ծանրել է, կարաս գոնե 1.5, այսինքն պլյուս 150% անես։ Եկեք 2.5 դնենք։ Վիկուպը այս այն ցուցանիշն է, որ տալիս է օրինակ մեր պատվերների քանի տոկոսն են առնում, գնում, հա։ Օրինակ իմ մոտ 66%, եկեք 60% դնեմ։ Ուպակովկայի վրա ինչքան գումար ենք ծախսում։ Իրա համար պետք կգա բան, հա, կուրիերսկի պակետները 500 դրամ, եկեք հա, դերմն 100 ռուբլի։ Պրիոմ կան, եթե հաշվենք, որ FBS-ով եք հանձնելու, 15 ռուբլի։ Պրադվիժենյան, միացնելու եք, թե չէ։ Օրինակ, ուրեմն չէով։ Դեմ, եկանք ստեղ, կամիսյան, կհիշես քանի տոկոս էր քո կամիսյան Վալբերիսի։ Ես հանել էի այդ ցուցակը։ 28.5։ Ստոյմость լոգիստիկան մոտավոր, ես ասեմ, լավ, լոգիստիկան մոտ 1000 դրամի չափով կգնամ, նու 200 ռուբլի կդնեմ։ Խրանենյան, երեխեք մի բան էլ ասեմ, հա, խրանենյան օրինակ ինքը շատ հարմար տարբերակ է, եթե ապրանքը պայս տանեք։ Ես ձեզ մի օրինակով բերեմ, երեք ընդամենը մի հատ ապրանք եմ հանձնել FBS-ով 78 դրամ, բայց ես տեսակ ապրանքները իմ Հայաստանի պայստում 195 հատ ապրանք կա, ես օրվա համար վճարել եմ ընդամենը 110 դրամ, օրվա համար։ Ինքն եթե դուք քանակություն ունեք, կարաք պահեստում լցնեք։ Նես չի, որ ինքը շատ թանկ է ստացվում։ Հա, համ լոգիստիկ ծախսերն եք քչացնում տենց, համ ձեր ապրանք ավելի արագ են գնում, համ էլ ծախսն էլ էլի քչանում։ Ես էդ եմ ասում ձեզ, երբ որ գնում կատարեք ու հասկանաք օրինակ մի ամսվա կտրվածքով 10 հատ պատվեր ա լինում, 10 հատը սարքի տար պահեստ։ Դա քեզ շատ է օգնելու։ Օրինակ ես նես չի, որ իմ ամբողջ պահեստի ապրանքը տարել եմ այնտեղ, ես մի կրկնակի եռակի տանը ունեմ։ Ես երբ որ տեսնում եմ վերջանում է, հավաքում եմ նորից նոր պաստավ կա ու տանում եմ։ Միշտ չեմ թողում այդքանը։ Ես Երևանի հետ եմ աշխատում։ PVZ-ն չի տանում, չէ, դուք պիտի տանես։ Լավ, եկեք Խրանենյան, մոտավոր ասենք 10 ռուբլի։ Всё, մնացածինք ավտոմատ հաշվարկեց։ Հիմա վերջն արդյունքը տալիս է, որ օգտով չենք։ Տեսնում եք, прибыль в единице օգուտով չի, դուրս գալի։ Այստեղ 432 ռուբլի մենք մինուս եղանք մեր դրած գնից։ Այսինքն մեր դրած գինը հարմար չի։ Եկեք 3000 ռուբլի դարձնենք։ Էլի օգուտով չենք։ 5000 ռուբլի դրեցի, լավ։ Այն օր ստենց սկսում է աշխատել, օրինակ прибыль в месяц 35700 ռուբլի։ 100,000 ռուբլի դրած գումարի մասին է խոսքը։ Եթե այդքան մենք գումար դնենք, 5000 ռուբլիով վաճառենք, նոր մենք այսքան օգուտ կստանանք։ Հա։ Այս շատ է օգնելու, որ դուք հասկանաք ոնց ինչ գին դնեք, որ ճիշտ աշխատի։ Դե 5000, հա, որ այդքան օգուտ ստանաք, օրինակ 4000 ռուբլի դնենք։ 15000 ռուբլի սենց կստանաք։ Ու ընդհանրապես, օրինակ այս միջինացված ծրագիր է, տալիս է մեզ Վալբերիսը, այս յունիտ էկոնոմիկայի հաշվարկը։ Բայց ինքը միշտ չի, որ ճիշտ է հաշվարկում։
որովհետև նայեք, եթե ձեր ապրանքը գնաց FBS-ով մի քիչ ուրիշ ձև աշխատում, եթե գնաց պահեստից ուրիշ ձև աշխատում, ու մենք պրոցենտը դրել ենք միջինացված 28.5, բայց քոնը ոնց որ ցածր էր 28.5-ը բանով չէր, երբ որ FBS-ով աշխատես։ Ես սրանից չեմ օգտվում, ճիշտն ասեմ ձեզ։ Ես իմ համար ընտրել եմ մի սխեմա, որը ես եմ սարքել։ Ընդհանրապես ամեն ապրանք իր հաշվարկման ձևը ունի, կախված ձեր վաճառքի ձևից, ձեր ապրանքի կատեգորիայից։ Ոնց հասկանաք ինչ ծախսեր ա գնում։ Առաջի վաճառքը եղավ, բացում եք իր ֆինանսовый отчет-ը, տեսնում եք ինչ գումարներ ա տարել ձեր վաճառքից։ Երբ որ այդ թիվը տեսնում եք, դուք կարաք հասկանաք ձեր ծախսերը։ Եթե օգուտով եք դուրս գալի, կամ գինը թողնում եք նույնը, կամ կարաք գինը ավելացնեք, կամ նվազեցնեք, հա, արդեն կհասկանաք մեկ վաճառք գնալուց հետո։ Այս բանաձևը ես ձեզ կտամ, դուք կհաշվարկեք ձեր համար, այստեղ ինֆորմատիվ մաս էլ կա, եթե ինչ դուք կարաք հաշվարկեք։ Գինը միշտ ճկուն է, ու իդեպ Հայաստանում եթե աշխատում եք, ռուբլու կուրսից կախված կարա գինը ձեզ օգուտ տա, կարա ձեզ վնաս տա։ Ինչի հետ կապված։ Երբ որ ռուբլու արժեքը բարձրանում է, դուք կարաք գինը նույնը թողնեք, որովհետև ռուսական շուկայի համար այդքան ռուբլի արժեքը դա նորմալ է։ Կարա Հայաստանի գնորդի համար թանկ լինի, բայց ռուսական շուկայի համար նորմալ է, այդտեղ շահող դուրս է կա։ Բայց երբ որ ռուբլու գինը ընկնի, դուք ստիպված պետքա գինը բարձրացնեք։ Օրինակ 1000 ռուբլի եք վաճառում, գինը ընկավ օրինակ դառավ 3, մի պահ եկել էր, չէ, 4, որ իջնի այդքան ձեզ օգուտ չի տա։ Օրինակ պետքա գոնե 1000 ռուբլուց 1500 բարձրացնեք կամ 2000, որ կարողանաք մի քիչ օգուտով դուրս գաք։